Մեր երկրի վիճակը շարունակում է սաստկանալ եւ ավելի ու ավելի զարհուրելի է դառնում, այնուամենայնիվ իհեճուկս բոլոր դժվարությունների նոր տարին միևնույն է մոտենում է եւ մեր նոյեմբերյան վերջին դասն է այսօր, ըստ այդմ փորձում ենք նախապատրաստվել նոր տարուն եւ մեր ավանդության համաձայն դեկտեմբերը ամբողջությամբ մենք միշտ նվիրում ենք դասերի, որոնք որ նպաստում են մաքրման գործընթացի, որպեսզի ավելի մաքուր, ավելի վստահ եւ ավելի ճիշտ մտնենք նոր տարի, նոր հավատով աշխարհի եւ առաջին հերթին մեր երկրում դրական փոփոխությունների հանդեպ։ Եվ այդպես այսօր մենք կխոսենք բավական լուրջ հարցի մասին, ընդհանրապես ընկալունակության եւ առաջին հերթին ընկալման հետ կապված հիմնարար սխալների, որոնք որ մի կողմից սխալ լինելով ի վերջո դառնում են լուրջ խնդիրներ, որոնք որ խանգարում են ոչ միայն ընդհանրապես ընկալմանը, այլ ընդհանրապես զարգանալը։ Եվ ըստ այդմ մենք քայլ առ քայլ, երբ որ փորձում ենք գնալ դիտարկելով այն սխալները, որոնք որ ընկալման դաշտում առկա են, մենք կտեսնենք, թե ինչպես ի վերջո հենց այդ սխալները ոչ միայն խանգարում են յուրաքանչյուր առանձին վերցրած մարդու զարգացումը, ոչ միայն խափանում են ընդհանուր երկրի զարգացումը, այլ նաև փաստացի դառնում են պատճառ այն ավերիչ իրականության, որը կա մեզանում այժմ։ Եվ այդպես քայլ առ քայլ դիտարկենք։ Ընդհանրապես պարզ առումով ինչպես է ընթանում ընկալումը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մենք չնայած, որ միշտ խոսում ենք ավելի վեհ մակարդակների մասին եւ հոգեվոր զարգացման մասին առաջին հերթին, այնուամենայնիվ ընկալման հարցերն առկա են բոլոր մակարդակներում։ Սկսած պարզ ընդհանրապես անհատական զարգացումից տարբեր ոլորտներում, տարբեր մակարդակներում, անձնական կյանքից եւ ընդհանրապես իրար հասկանալու հմտության ոլորտում, հասարակական, քաղաքական ու այդպես բոլորը, անհնար է նույնիսկ թվարկել, բոլոր դաշտերում նույն խնդիրներն են։ Եվ այդպես եկեք քայլ առ քայլ դիտարկենք։ Առաջինը, ինչպես է հիմնականում ընթանում թե շփումը, թե ընկալումը ընդհանրապես եւ որոնք են խնդիրները։ Առաջինը, ամենապարզը, դա լսելու ունակության բացակայությունն է։ Սա համատարած է, այսինքն այնքան ակնհայտ է նույնիսկ, որ բազում անեկդոտներ կան, թե ինչպես մարդիկ իրար ընդհանրապես չեն կարողանում լսել, ու մեկը մի բանի մասին է խոսում, մյուսը այլ բանի մասին, ու այդ երկխոսությունները իրականում գոյություն չունեն ու շատ հաճախ գոյություն ունեն առանձին մենախոսություններ, որոնք որ ինչ-որ ձևով իրար հետ համահունչել չեն երբեմն, բայց իրար հետ ընթանում են։ Սա առաջի հիմնարար հարցն է։ Երկրորդը դա մի քիչ տխուր, բայց փաստ ու նորից համատարած, դա ընդհանուր այդ կասկածն է, որ բոլորին տանջում է, չկայացված լինելը եւ դրա պատճառով անընդմեջ միանգամից վիրավորվելը, անընդմեջ ինչ-որ բաներ ապացուցելը եւ անընդմեջ ցանկացած բան ընկալելը, որ ուզում են հարվածել իր եսին։ Սա եւս համատարած է եւ ինքը նորից ազդում է եւ անձնական եւ հասարակական եւ ընդհանրապես անհատի զարգացման վրա։ Երրորդ խնդիրը դա կարծրատիպերն է։ Կարծրատիպերը տարբեր մակարդակներում, տարբեր ոլորտներում եւս խանգարում են եւ փաստացի խափանում են ընկալումը ոչ միայն փոքր, ոնց որ մենք ասենք շփման դաշտում, այլ նաեւ ավելի ու ավելի մեծ ու մինչեւ հոգեվոր զարգացում։ Չորրորդը, որոնք որ իհարկե կարծրատիպերի հետ կապված են, բայց ասոցիատիվ կապերը եւ պրոյեկտումը, այսինքն սեփական եսի պրիզմայի ներքո ցանկացած բան դիտարկելը, սեփական զարգացման մակարդակով, անկախ դրանից ինչքան է, բայց այնքանով հանդերձ այդ ամբողջ դարակների արկայությունը, որ մարդիկ սկսում են դասավորել եւ ըստ այդմ դադարում են ընկալել ավելի խորը, եւ եսի արժեքային համակարգից, ու սա արդեն հաջորդ կետն է ըստ այդմ, արժեքային համակարգից ամբողջի դիտարկումը, սեփական արժեքային համակարգից բաց թողած ուրիշների հնարավոր արժեքային համակարգերը։ Եվ եթե այդպես այս դաշտով ավելի խորանանք, ապա մենք գալիս ենք ավելի մեծի
բինար տրամաբանությանը, այսինքն ընդհանրապես մշտապես սև ու սպիտակի, այո ու ոչի, ու ոչ մի այլ գույների բազմազանության բացարձակ մերժումը, ու ըստ այդմ ուղեղը անգամ շատ հաճախ մարդկանց ունակ չէ տեղավորել որևէ այլ բան, քան հենց սև ու սպիտակ, եւ այստեղից էլ ավելի բարդ դա մենտալի արգելքներն են։ Ու մենտալի արգելքների մասին մենք շատ հաճախ ենք խոսում, երբ որ փորձում ենք խոսել հրաշքի մասին։ Սա ավելի բարդ է, ճնշող մեծամասնության համար դա կարևորել չէ, միգուցե, բայց կան մարդիկ, ովքեր որ գոնե կարիք ունեն ընկալելու, որ մենտալի արգելքները եւս դառնում են մեր թշնամիներից մեկը։ Ու ըստ այդմ X ֆակտորի բացակայությունը։ Եթե մենտալի արգելքները արկա են, ապա որևէ X գործոնը այլևս չի էլ տեղավորվի։ Եվ ի վերջո բարձրագույնը հավատի պակասը։ Սա այն խնդիրներ են, որոնք որ կան, եւ հիմա մենք քայլ առ քայլ կփորձենք դիտարկել, իսկ ինչ անել, որպեսզի այդ խնդիրները չխափանեն, ոչ շփումը, ոչ ինքնակայացումը, ոչ ինքնարեալիզացումը, ոչ էլ զարգացումը, ընդհուպ մինչև հոգևոր զարգացում։ Ու այդպես քայլ առ քայլ ու օրինակներով փորձենք եւս բերել։ Ամենաառաջինը, ինչ որ մենք ասում ենք մեր երևի թե բոլոր դասերի ժամանակ, պետք է կարողանալ գոնե փորձել բացվել ի վերջո։ Բացել սիրտը, բացել միտքը, թույլ տալ սրտին զգալ ի վերջո։ Եթե տխուր է, թույլ տալ արտասվել։ Եթե ուրախ է իրավիճակը, թույլ տալ ուրախանալ։ Ոչ թե այն ստանդարտ ինչ որ բաներով, մարդիկ գնում են հարսանիքների, դեֆոլտ պետք է ուրախանալ, ուրեմն արագ-արագ պարում են, ու ոչ մեկ չի հասցնում զգալ, ոչ մեկ, արդյոք ուրախանում է ընդհանրապես, արդյոք այդ պահին սիրտը ինչ որ բան զգում է, թե չի զգում։ Նույնը տխրությունների ժամանակ, այդ դեֆոլտ տխրությունները սարսափելի են, որ նորից այն ինչ-որ ստանդարտ պրոցեսներ, մեծ տառապանքի ժամանակում արդիկ չեն թույլ տալիս իրենց իրականում զգալ տառապանքը, անընդմեջ խուսափելով դրանից, ու այդ երկուսի մերժման մակարդակում անընդմեջ այն միջինի, բայց միջին վատ իմաստով, ամեն ինչում ավելի փոքր ու ոնց որ համատարած փողոցում ասում են մանրից ապրելը, մանրից զգալը եւ մանրից մտածելը։ Սա մեր հիմնական թշնամին է, ըստ այդմ թույլ տվեք ձեզ զգալ, թույլ տվեք զգալ, թույլ տվեք ձեզ մտածել ի վերջո։ Թույլ տվեք ձեզ մտածել ամեն ինչի մասին ավելի ինքնուրույն, ավելի ազատ, ոչ կարծրատիպերի մեջ ընկնելով, ոչ ասոցիատիվ կապերով առաջնորդվելով, թույլ տվեք ձեզ մտածել։ Եվ ի վերջո այն նորից անեկդոտի նման, դուք հանկարծ կզգաք, որ դա հրաշք է։ Դա նոր բան է, բայց հանկարծ մի պահ թույլ տալով ձեզ զգալ, դուք մեկ էլ զգում եք, որ ամբողջ աշխարհը դառնում է հրաշալի։ Թույլ տալով ձեզ մտածել, դուք հասկանում եք, թե ինչքան անսահմանություն կա իրականում։ Եվ մարդիկ, ովքեր ունակ են մտածել եւ ունակ են զգալ, երբևիցե չեն ընկնում այս ամբողջ էգզիստենցիալ ճգնաժամի մեջ, որը համատարած է ամբողջ աշխարհում։ Ըստ այդմ, երկրորդը ավելի պարզ մակարդակում պետք է կարողանալ դուրս գալ եսի սահմաններից։ Այդ ամբողջությամբ անընդհատ ամեն ինչը եսով չափելը, սեփական ընկալմամբ, սեփական արժեքներով, սեփական շահով եւ այդպես շարունակ այդ ամբողջը նսեմացնում է յուրաքանչյուր մարդուն, առաջին հերթին հենց իրեն մտածողին, այսինքն չմտածողին, բայց երկրորդ հերթին նաեւ ամբողջ աշխարհը։ Ամբողջ աշխարհը այդ մարդու համար դառնում է փոքր եւ իր եսի չափերի մեջ տեղավորվող։ Այդ փոքր աշխարհում հնարավոր չէ ապրել։ Դա նորից նմանվում է այն մարդը, ով որ չի կարող դուրս գալ եսի սահմաններից, նա նմանվում է այն փոքր խխունջին, որ քաշ է տալիս իր տնակը եւ անընդմեջ պարփակված է, եւ եթե նույնիսկ գլուխը հանում է, ապա զենքերով հանդերձ, մտածելով, որ ցանկացած ուզում է կպնել իր եսին, եւ ինքը անընդհատ պիտի նորից ինքնահաստատվի, իսկ քանի որ ինքնահաստատվել դժվար է, այդ ամբողջը դառնում է սարսափելի ճգնաժամ եւ դրանից ավելի խորանում է նույնիսկ տխրությունը չէ, դարդը,
Եվ այդ ամբողջը նսեմացնում է մարդուն այնքան, որ իմաստ չի ունենում այլևս ապրելու անգամ։ Եվ կամ էլ դառնում է անդադար process անընդմեջ բոլորին ինչ որ բաներ ապացուցելու, բայց ի վերջո նորից ապարդյուն, եւ դա դառնում է այն սարսափելի տխուր իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Ըստ այդմ կարողանալ դուրս գալ եսի սահմաններից եւ սկսել պարզից, սովորել լսել։ Մենք ասում ենք նույնիսկ այդ երկու բառերի տարբերությամբ սովորել ու ընկնդրել եւ սովորել լսել։ Սա սարսափելի է ժամանակակից հեռախոսների, գadgetների արկայության բարագայում լսելը արդեն իսկ հրաշք է։ Բայց կարողանալ ունկնդրել եւ կարողանալ լսել կարծրատիպերից դուրս ինքնին մոգական գործընթաց է։ Մարդիկ կարդում են հրաշքների մասին, մտածում են հրաշքների մասին, բայց չեն հասկանում, որ հրաշքը սկսվում է այն ժամանակ, երբ որ դու մեկ ակնթարթ անգամ պատրաստ ես քո եսի սահմաններից դուրս գալ։ Եվ այդպես, երբ որ անգամ երկու հոգի շփվում են, բայց մեկը ասում է իրենը, երկրորդ ասում է իրենը, եւ իրենք չունեն հատման կետ անգամ։ Փորձեք դուրս գալ եսի սահմաններից եւ լսեք դիմացինին, այնպես ինչպես ինքը կա։ Փորձեք ընկալել իր մոտիվացիան, ոչ թե իր խոսքերը թույլ են, մոտիվացիան, այն ինչ որ կա իր սրտում, այն ինչ որ կա իր մտքում, եւ այդպես փորձեք առաջնորդվել։ Դրանից ավելին փորձեք դուրս գալ կարծրատիպերից։ Ինչպես է դա լինում։ Երբ է փոքր երեխան նոր բան սովորում, երբ որ ինքը հասկանում է, որ ինքը դա չգիտի։ Դրա համար անհրաժեշտ է ընկալել, որ մենք չգիտենք։ Աշխարհում այնքան անթիվ հրաշքներ կան, մենք չենք կարող դա իմանալ։ Ինչքան ավելի շատ ենք զարգանում, միևնույն է չգիտենք անսահմանությունը։ Եվ ըստ այդմ կարողանալ ընդունել, որ դու չգիտես, արդեն իսկ բացում է եւ միտքը եւ սիրտը։ Պետք չէ մտածել, որ ընդունելով, որ չգիտես, դու փոքրանում ես, հակառակը։ Ընդունելով, որ չգիտես, մեծանում ես ավելի ու ավելի շատ։ Եվ դրա համար կարողացեք դուրս գալ այդ կարծրատիպերից եւ ձեր սահմանումներից ամեն ինչի մասին եւ ամեն ինչի հանդեպ։ Եվ դրանից ավել, որ էլ ավելի բարդ է եւ էլ ավելի կարեւոր է, արժեքային համակարգի զորացումը։ Նույնիսկ եթե փոքրացած եք տարբեր պատճառներով, նույնիսկ եթե սիրտը փակ է եւ միտքը փակ է, կարողացեք թույլ տալ ձեզ մտածել, որ այնուամենայնիվ կան մյուսները, ում արժեքային համակարգը միգուցե ավելի մեծ է։ Հավատացեք, որ կան մարդիկ, ովքեր միևնույն է հավատում են, ովքեր միևնույն է առաջնորդվում են պատվով, ովքեր միևնույն է սիրում են հայրենիքը, նույնիսկ հակառակ այն բոլոր չարքերին, ովքեր որ հայրենիքը քայքայում են։ Թույլ տվեք ձեզ հավատալ, որ կա ավելի մեծ արժեքային համակարգ, եւ դուք ունակ եք դա կրել եւս։ Եվ հաջորդը, որ էլ ավելի բարդ է, փորձեք զարգացնել հավատը։ Հավատը առաջին նախապայմանն է ընկալունակության զարգացման համար։ Հավատը, որ ամեն ինչում առաջնայինն է։ Եվ այստեղից մենք գալիս ենք էլ ավելի բարդ բանի։ Երբ որ մենք ընկալում ենք, որ մենք թույլ ենք, որ ինչքան էլ մենք զարգանում ենք, մենք թերևս փոքր ենք, որ անսահմանության համեմատ մենք ոչինչ ենք քան փոշու հատիկ, այդ պահին նոր մենք ընկալում ենք, որ առաջինը ինչ որ մեզ անհրաժեշտ է դա վստահվելը։ Եվ այդ ժամանակ մենք վստահվում ենք նրանց, ովքեր որ ավելի շատ գիտեն, ավելի շատ կայացած են, ավելի շատ զարգացած են եւ այդպես էլի թվարկելով։ Եվ այդ վստահվելը չի փակում մեզ այլ հակառակը, առավելագույնս բացում է մեր սիրտը եւս։ Եվ վերջինը, որպես անհրաժեշտություն, դա մշտապես հավատալ X ֆակտորի արկայությանը, որ նույնիսկ երբ որ դու նայում ես ու մտածում ես ամբողջը հորիզոնական է, ամբողջը պարզ է, այս քայլից կարող է լինել այս քայլը, ենթադրենք բինար տրամաբանությունից հրաժարվել ես ու այս քայլից մյուս քայլը միանշանակ չէ, որ լինում է, բայց նույնիսկ այդ ժամանակ թույլ տվեք ձեզ հավատալ, որ հրաշքը հնարավոր է, որ ցանկացած պահին կարող է լինել X գործոն, որը կփոխի ամբողջը։
այդ ժամանակ առավելագույնս կզարգանա ընկալունակությունը։ Եվ որպեսզի մենք այս ամբողջը շատ ավելի պարզ մակարդակում բացատրենք, մենք մեր վրա օրինակ բերենք, որը միշտ մարդկանց համար միգուցե ավելի դյուրին է։ Առաջինը ես հասկանում եմ, որ ճնշող մեծամասնության համար մեր դասերը տարօրինակ են, որովհետև այս ամբողջ մեկ դաշտ գնացող կոնֆլիկտներ, իրար չհասկանալ, երկիրը ավերել, երկիրը ընդհանրապես ապագայի հույս չունենալ եւ այդպես, հանկարծ մեր դասերն են հոգևոր եւ մարդկանց համար մարդահրավեր են։ Ինչպես մենք միշտ կատակ ենք անում հին ժամանակներում, մեզ ոչ մենք այրեին, այլ կոնֆլիկտ կլինել, թե որ մեկը մեզ այրի, որովհետև մենք այլախոհ ենք, այո, մենք այլադավան ենք ոմանց ընկալմամբ, այո, մենք մեծ միտք ունենք, այո, եւ մենք չենք տեղավորվում բոլորի այդ փոքր սահմանների մեջ, եւ դրա համար մեզ տարբեր ձևով փորձում են մեկնաբանել սեփական պրիզմայի ներքո։ Քաղաքական գործիչները մտածում են, որ միակ բանը, որ մենք ուզում ենք, դա իրենց կարմիր աթոռիկներն են, ու ինչքան էլ մենք ասում ենք չենք ուզում, մեզ պետք չեն ձեր աթոռիկները, որտեղ մենք վեհագույն աթոռներ ունենք, իրենք չեն հասկանում ու մտածում են դա նոր մոտեցում է, քաղաքական նոր տրենդ։ Երբ որ մենք ասում ենք, որ հոգևոր զարգացման ժամանակ գալիս ես ինչ-որ կետի, որից հետո չկան երկնքում ճանապարհներ։ Նրանք ասում են, չէ, այլադավանության մեջ ինչ-որ մի բան ուզում են խառնեն, բայց հետո տեսնում են, չէ, հոգևորսությամբ չենք զբաղված, հակառակը, ոչ մեկին չենք էլ կոչ անում ընդհանրապես գալ մեր ճանապարհը, որովհետև մեր ճանապարհը բարդ է եւ դյուրին չէ մարդկանց ճնշող մեծամասնության համար։ Բայց այստեղից ասում են, չէ, միգուցե այլադավանության մեջ ինչ-որ այլ բաներ են տեսնում եւ չեն կարող հասկանալ, որ չէ, եւ հետո հանկարծ ասում են ամենա անհասկանալին, բուդդայականները պաշտպանում են հայրաքրական եկեղեցին, այո, նորից եւ նորից նեղ միտներ, մենք կպաշտպանենք անընդմեջ հավատը, որովհետեւ ոնց որ նոր կարդացին նամակը հայրասողոքի հիանալի արտահայտություն, որովհետև վեհափարը շնորհած աղբյուրն է, եւ դրա համար մենք ամեն ակնթարթ պայքարելու ենք հանուն հավատի եւ պաշտպանելու ենք մայրաթորը, կյանքի գնով անգամ։ Եվ դրա համար ձեր բոլոր կարծրատիպերը չեն կարող նսեմացնել մեզ, բայց բոլոր նրանք, ովքեր լսում են մեզ, հավատում են մեզ եւ փորձում են առաջնորդվել մեր փոխանցումներով, ես ողջունում եմ ձեզ, որովհետեւ ի վերջո ապագայի համար մենք բոլորս ենք միակ կրողները, իսկ մյուսները փոշու նման անցնելու են գնան։